Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան մենք սպասում էինք, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաշմերուկում խորագրով լիագումար քննարկմանը։ Հունվարի 14-ին ժամը 9:50-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Վահագն Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիվ Խաչատրյանին։ ԱԾ-ի հաղորդմամբ գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Արդարադատության նախարարությունը հայտնել է Հայաստանի Հանրապետությունում ցմահ դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաբետ Ալ-Հաջին եւ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումն իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով։ Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո։ Հիշեցնենք, նրանք ցմահ են դատապարտվել 2020 թվականի 44-օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններն որպես վարձկան ահաբեկիչներ ներգրավելու համար։ Թուրքական պետական Անադոլու գործակալությունը գրում է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետում կատարված աշխատանքների 90%-ն արդեն ավարտվել է։ Գեղասահքի ֆեդերացիայից հայտնում են, որ վիզայի մերժման պատճառով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026 թվականի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։